Տնտեսի կիրակին հաջորդող ուրբաթն է։ Այդ օրը Մասյացոտնի թեմի եկեղեցիներից որևէ մեկում, որպես կանոն, հավաքվում են թեմի հեռավոր գյուղերում եւ քաղաքներում սպասավորող հոգեվորականները։ Այս անգամ զանգերը կանչում են Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցի, կատարվում է խաղաղական ժամերգություն։ Մենք ուզում ենք նախ շեշտել միասնական աղոթքի գաղափարը, դրա կարևորությունը։ Սա նաեւ վկայության իմաստով պետք է հասկանալ, եկեղեցին առաքված է աշխարհ վկայելու Քրիստոսի ավետարանի մասին։ Երբ որ մենք հայտարարում ենք, որ այս ուրբաթ օրը մեծ պահքի ժամերգություն պետք է անենք այսինչ եկեղեցում, բնականաբար այդ լուրը տարածում է եւ մարդիկ մտածում են, սկսում են խորհել դրա շուրջ։ Սա նույնպես այս համախմբումը վկայություն է աշխարհին Քրիստոսի ավետարանի մասին, այն մասին, որ եկեղեցին, որ հետևում է Քրիստոսին, մեծ պահքի շրջանի մեջ է։ Բոլորս մեր մտքում միշտ պետք է ունենանք սա եւ Արտաշատի Սուրբ Հովհաննես ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Երվանդն է մեկնում անիրավ տնտեսի առակը, առանձնացնելով կարևոր ուղերձները։ Մեր եկեղեցին պահեցողության այս օրերը համարում է ապաշխարության շրջան, ընդգծում է թեմակալ առաջնորդը, իսկ միասնական աղոթքը նպաստում է ապաշխարության շրջանը սահուն անցնելուն։ Քանի որ մենք մեծ պահքի շրջանում ենք գտնվում, այս համախմբումը մեր հավատացյալների եւ հոգեվոր դասի նաեւ զորակցություն է մեկը մյուսին մեր հավատացյալներին, որպեսզի ապաշխարության այս շրջանը կարողանան հավատքով, հույսով եւ համբերատարությամբ հաղթահարել։ Միասնական աղոթքի օրեր Մասյացոտնի թեմում կազմակերպվում են արդեն 3 տարի։ Հեռավոր գյուղական համայնքների բնակիչները, որոնք եկել են իրենց քահանաների հետ, ասում են սա ոչ միայն հոգևոր կյանքում զորանալու, այլև միմյանց ճանաչելու, որևէ գործ ձեռնարկելու լավ առիթ է։ Տիկին Լյուդմիլան Արցախից է։ Տեղահանվելուց հետո բնակություն է հաստատել Արտաշատում։ Երկար տարիներ աշխատել է Ստեփանակերտի հիվանդանոցում եւ 30 տարուց ավելի երգել Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու երգչախմբում։ Ասում է մայր հայրենիքում առաջինը եկեղեցին մորպես ջերմագին ընդունեց իրեն։ Այստեղ գտավ իր մխիթարությունը։ Միակ վայրը, որտեղ ես ինձ զգացել եմ որպես տան, ոչ թե որպես տեղահանված, դա եկեղեցին է։ Այո, որտեղ որ ես զգացել եմ, որ ես նույն զավակն եմ, ոնց եղել եմ Գանձասարում, նենց էլ Հայաստանի առավել եւս բոլոր եկեղեցիները, որտեղ ես հիմա այցելում եմ, ես ինձ զգում եմ որպես տանը եւ մի փոքր փոփում եմ իմ կորսված դրախտը։ Սիրով, հավատքով, նվիրվածությամբ եկել եմ եւ մասնակից եմ փորձել դառնամ եւ այստեղից փորձել եմ մի օրհնություն, մի լույսի մի շող էլ տանել իմ տուն, ինձ հանդիպակաց մարդուն էլ ողջունել Աստծով։ Արարողությունից հետո ներկաները հավաքվեցին եկեղեցու բակում։ Երիտասարդաց միության անդամները սիրո ճաշ մատուցեցին։ Պահոց կերակուրներն իրենց ձեռքով են պատրաստել։ Փորձում ենք ամեն ինչ անենք, որպեսզի պահոց ուտելիքներ լինեն, նաև սեղանի ներառված եւ մեր ուխտավորները ճաշակելով սիրո ճաշը Քրիստոսի սերը զգան եւ մենք հենց երիտմիությունում դա ենք հիմք դնում, որպեսզի ամեն բան պատրաստված լինի սիրով, ամենակարևորը եւ էական չէ թե ինչ կդրվի սեղանին, ամենակարևորը որ Քրիստոսի սերը լինի մեր բոլորի մեջ։ Սիրո ճաշը վաղ շրջանում նաև ագապե էր կոչվում։ Նույն սեղանից օգտվում էին համայնքի բոլոր անդամները։ Մոռացված այս ավանդույթն են ցանկանում վերականգնել երիտասարդաց միության անդամները։ Անուշ Առաքելյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։